Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նույնատապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր իմ հյուրն է պատմականությունների տեխնացու Ռաֆայել Համբարձումյանը։ Ողջունում եմ պարոն Համբարձումյան, շնորհակալություն, որ ընդունել եք հրավերը։ Եթե անդրադառնանք վերջին շրջանի ներհայաստանյան իրադարձություններին, երևի սխալ չի լինի ընդգծել, որ ամենակարևորը, եթե ոչ ուրեմն ամենակարևորներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, դա ուրեմն եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու շուրջը այս ճգնաժամն է, որը հրահրել է վարչապետը եւ շարունակում է զարգանալ այսպես օր առ օր, ամիս առ ամիս։ Վարչապետի նպատակը վեհապարի հրաժարականին հասնելն է։ Ձեր կարծիքով կան նախապայմաններ, որ վարչապետը հասնի իր նպատակին։ Վարչապետի նպատակը լիովին հակասում է հայաստանյան եկեղեցու կանոնադրությանը։ Թե հայոց վեհապարին ընտրությունը եւ թե մեր դավանանքի հարցերը լուծում է միայն ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովը պատմության մեջ միակ ազգը, որի այդ մարմինը բաղկացած է ոչ թե միայն հոգևորականներից, այլ նաև աշխարհականներից, դա մեր եկեղեցին, այսինքն մեր ազգային եկեղեցական ժողովը դա համայն հայության ժողովն է։ Եվ միայն այդ ժողովը իր ի վիճակի է նոր ընտրության պայմաններում նոր վեհապար ընտրելու, բայց վեհապարին չի կարող ոչ մեկը, ոչ մի իշխանություն, ոչ մի մարմին ուրեմն պարտադրել հրաժարական, եթե ինքը չցանկանա։ Այդպես է խնդիրը, միայն այդպես։ Հետևաբար, ինչ է, մենք ստանալու ենք եկեղեցում եւս երկիշխանություն, երբ մի կողմից Փաշինյանի կողմից ընտրված եւ Փաշինյանի այս շարժմանը միացած բարձրաստիճան եկեղեցականները գրում են նոր կանոնադրություն, թե ինչպես պիտի շարժվի եկեղեցին, մյուս կողմից կաթողիկոսը հրաժարական չի տալիս եւ նշանակում է փետրվարին եպիսկոպոսած ժողով եւ սրա այս իրադարձությունների հետևանքը ձեր կարծիքով որն է լինելու։ Հետևանքը հայոց պետականության վերացումն է մեջտեղից։ Ինչպես։ Հայոց եկեղեցին, այսինքն ազգը հայոց պետականության գաղափարի վրա դեմ հանելով, այսինքն մեր խնդիրը նա է, որպեսզի մենք պահպանենք մեր պետականությունը, սա է, ով որ հիմա խոսում է ազգային խնդիրների մասին, նա եթե չի նշում, թե որն է մեր գերագույն նպատակը մեր ազգի այս իրավիճակում, մեր այս իրավիճակում հայ ժողովրդի գերագույն նպատակը հայոց պետականության պահպանումն է, անկախ պետականության պահպանումն է։ Վերականգնում պետք է ասենք, որտեղ մենք եղել ենք առաջի հանրապետությունը բավական ինքնիշխան հանրապետություն է եղել։ Շատ լավ, բայց այդ դեպքում տեսեք, Փաշինյանը իհարկե երբեք դա չի ասել, բայց դատելով ըստ ամենայնի, քանի որ Փաշինյանը քաղաքական հարցերում բազմաթիվ զիջումների գնաց մեր թշնամիներին, անունը դնելով որ պետականություն է պահպանում, որովհետև եթե ինքը դա չանի, պետականությունը խնդրեմ, նա կատարել է իր տերերի պահանջը, նա զիջում չի արել, զիջում անում է նա, որ մի քիչ ազգային խնդիր։ Շատ լավ, թող ձեր ձևակերպումը լինի, բայց դա իմ ասած չի փոխում։ Եվ գաղտնիք չէ, որ հայ առաքելական եկեղեցին եւ ամենայն հայոց կաթողիկոսը եւս այդ թշնամիների թիրախում են, որովհետեւ իրանից ներկայացնում է համահայկական ինստիտուցիոնալ հազարամյա կառույց։ Եվ
չի բացառվում ըստ ձեր տրամաբանությամբ, որ նրանք այդ եկեղեցու եւս թիրախավորել են, ինչպես թիրախավորել են հայ պետականության շատ խնդիրներ, տարածք, ես չգիտեմ, ինքնություն, պատմություն եւ այլն, եւ եթե, ինչպես դուք եք ասում, Փաշինյանը գնում է նրանց հրահանգները կատարելու ճանապարհով, ապա ստացվելու է այնպիսի վիճակ, որ այնուամենայնիվ նա անելու է իր արածը, այսինքն ստեղ եթե ուղղակի բռնություն չլինի կաթողիկոսի նկատմամբ եւ բանի նկատմամբ, ամենահավանական սցենարիցներից մեկը այն է լինելու, որ այս Փաշինյանի շուրջ հավաքված եկեղեցականները, բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստելու են նոր կանոնակարգ, դրա մասին արդեն ուրեմն ասված է հանրային տիրույթում, արդեն գիտեն դրա մասին, լրատվամիջոցները հաղորդել են դա, հենց ինքը Փաշինյանն է դա ասել, եւ դրանից հետո կկազմակերպվի մի շողով, ձեր ասած ուրեմն այդ ժողովը արդեն Փաշինյանի կոչով կհավաքվի եւ կընտրեն նոր կաթողիկոս, կստացվի, որ Հայաստանում հիմա գործում է երկու կաթողիկոս, մեկը նախկինը, մեկը Փաշինյանի կողմից նշանակվածը եւ պաստորեն այս իրավիճակից խուսափելու ճանապարհը ձեզ որն է։ Ճանապարհը մեկն է։ Այդ խնդիրները լուծելու համար, այսինքն իր տերերի հրահանգները կատարելու համար, նա պետք է անպայման ունենա հիմք։ Այդ հիմքը հիմա նա հասկացավ, որ ինքը առանց ազգային եկեղեցական ժողովի չի կարող կաթողիկոս փոխել։ Դրա համար ինքը փոխել է իր մարտավարությունը։ Նա ասում է մենք պետք է ընտրենք տեղապահ։ Տեղապահ հնարավոր է անել։ Մի կերպ հնարավոր է անել, չնայած էլ հնարավոր չի։ Այնպես որ հայոց պետականության պատմությունը ցույց է տալիս եւ ընդհանրապես որ մեր եկեղեցին միշտ եղել է հայոց հայ պետականության հիմքերում եւ նրան օգնել է։ Հիմա նույն վիճակը հիմա է։ Հիմա եթե իշխանությունները այդպիսի խնդիրներ են դնում իրենց առաջ, նրանք որևէ բարոյական հիմնավորում չունեն, որտեղ նրանք իրավունք չունեն այդպիսի խնդիր լուծելու, որտեղ եկեղեցու պետերին, վեհապարին եւ մնացած խնդիրները լուծում է ազգային եկեղեցական ժողովը։ Ուրեմն իրենք որպեսզի կարողանան ազգային եկեղեցական ժողով չգումարեն, սարքում են ուրեմն այդ բանը, որպեսզի տեղապահ ընտրեն եւ տեղապահին հայտարարեն ամենայն հայոց կաթողիկոս, որը բացարձակապես անընդունելի է եւ ես կասեմ ոչ միայն անընդունելի, այլև դա ինչպես կարող է այդպիսի բան անել, երբ որ հայոց եկեղեցին Սփյուռքի եւ Հայաստանի միասնությունն իրար հետ են, իրար հետ առանց իրար հետ չեն կարող որևէ խնդիր լուծել։ Ոչ Սփյուռքը կարող է միած ժողով գումարել առանց Հայաստանի, ոչ էլ Հայաստանը, հայոց այստեղի եպիսկոպոսները կարող են ժողով գումարել եւ այդպիսի խնդիր լուծել։ Պարոն Համբարձումյան, բայց դուք հրաշալի գիտեք, որ մեր այժմյան իշխանությունները այդ իմաստով թիրախավորել են նաեւ Սփյուռքը, որովհետեւ Սփյուռքը հայ առաքելական եկեղեցու եւ այն մնացած շարքերում եւս գտնվում է մեր թշնամիների թիրախում։ Հիշում եք թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասում էր, որ Հայաստանի հետ հարց լուծելը հեշտ է, պետք է հարց կարողանալ լուծել Սփյուռքի հետ եւ եկեղեցու հետ։ Հիմա եթե ձեր իսկ ասած մոտեցումը ճիշտ է եւ այս ամբողջը կատարվում է դրսից եկած հրահանգներով, ապա ակնհայտ է, որ այս իրավիճակում Փաշինյանը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ եւ այդ ժողովը գումարվելու է եւ մի բան էլ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, եթե դուք հետևում եք Նիկոլ Փաշինյանի այդ կիրակոնորյա ուրեմն պատարակներին մասնակցելու տարբեր ուրեմն եկեղեցիներում այդ իրավիճակին, դուք տեսնում եք, որ այդ եկեղեցիները այնպես չի որ դատարկել։ Այնտեղ կան բազմաթիվ մարդիկ, որոնք որ սրտով հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը ուզում է եկեղեցին բարենորոգել
եւ ուրեմն եկեղեցում այդ խոցելի մարդկանց, ովքեր տարբեր մեղքեր ունեն, կարելի է դրանցով խոցել, հեռացնել եկեղեցուց։ Այդ մարդկանց էլ մեղադրելու չի, որովհետեւ դա հենց այդպես էլ ներկայացվում է։ Հիմա դուք ինչու եք վստահ, որ սա չի արվում, այլ արվում է եկեղեցում պարակտելու, ոչնչացնելու հայ առաքելական եկեղեցու դիրքը ջնջելու գործողություն։ Այդ գործողությունն է գնում։ Այստեղ որևէ խնդիր չկա։ Նպատակը հայոց եկեղեցու ոչնչացումն է, որտեղ միակ կառույցը, մարմինը, որը ազգային է եւ հեղինակություն, ամենամեծ հեղինակությունը ունի ժողովրդի մեջ, դա մեր եկեղեցին է։ Նրանք ուզում են եկեղեցուն տրոհելով, անջատելով, պարակտելով հասնել իրենց նպատակին։ Իսկ մենք դա չենք կարող թույլ տալ։ Ազգը իրավունք չունի դա թույլ տալու։ Ինչ պետք է անել։ Հիմա պետք է ազգի սերուցքը, ազգի այն գործիչները, կուսակցությունները եւ նշանավոր դեպքերը, որոնց կարծիքով մեր խնդիրը, այդ գերխնդիրը հայոց պետականության պահպանումն է, անկախ պետականության։ Ուրեմն դրանք պետք է հավաքվեն իրար գլխի եւ ծրագիր մշակեն, թե ինչ միջոցներով կարող են սա անել։ Ես որոշակի մի ծրագիր ունեմ, այսպես ասած։ Դրա խնդիրը նա է, որ մենք եւ շատերը հիմա այդ կարծիքին են, որ մենք պետք է մի հատ այդ հայոց պետականությունը վերականգնող գաղափարախոսության, այսինքն դրա համար մի հանրահավաք կազմակերպենք եւ այդ հանրահավաքով հիմնենք հայոց անկախ պետականության ժամանակավոր իշխանություն, որը պետք է անմիջապես ձերբակալի ոչ միայն այս հողատույն, այլև սկսած ԼՏՊ-ից մինչև ինքը, բոլորը մեր ազգային պետականության ամենամեծ հակառակորդները դրանք են եղել։ Տեսեք, Փաշինյանի կողմնակիցներն ասում են, որ հիմա երբեք հայ պետականությունը այնքան պաշտպանված չի եղել կամ այնքան այսպես անվտանգ չի եղել հայ պետականության համար, ինչքան հիմա է, երբ գալիս է խաղաղության դարաշրջան, երբ թշնամիները այլևս չեն ուզում մեզ ոչնչացնել եւ Փաշինյանի դիվանագիտության եւ աշխատանքի շնորհիվ երկիրը սկսում է քայլեր անել դեպի առաջ, ասենք տրիպ նախագիծ է գալիս, այնտեղ Խաչմերուկ, հայկական Խաչմերուկ, Սյունիքում եւ այլն ճանապարհներ են բացվում, առևտուր են արվում, ադրբեջանական բենզին է մտել Հայաստան։ Այս ամբողջը այնպիսի փաթեթավորման է ներկայացնում, որ հայոց պետականությունը ոչինչ չի սպառնում։ Հակառակը նրանք եկեղեցու դեմ այս գործողությունները անում են այն պատճառով, որովհետև եկեղեցու մեջ կան լրտեսներ, այլ երկրների, նրանք Հայաստանի շահերը չեն պաշտպանում, այլ հակառակ են Հայաստանի շահերին։ Հիմա եկեք պատկերացնենք, դուք հիմա մի բան եք ասում, նրանք մի բան են ասում, մեր ժողովուրդը ինչպես պիտի կողմնորոշվի այս ասածների, իրարամերժ ասածների մեջ։ Մեր ժողովրդի կողմնորոշման հիմքը պետք է լինի հետևյալ գաղափարախոսությունը, որ մի քանի հազար տարի հետ մեզ հետ է։ Հնարավոր չի, որ չլինի ելք։ Եթե հայոց պետականությունը վերացնելու, ջախջախելու, մեջտեղից վերացնելու խնդիրը դրված մեր առաջ, հնարավոր չի, որ մենք չունենանք այդ խնդիրը կասեցնելու ուղի։ Իսկ այդ ուղին կարող է միավորել իրար այն ուժերը կարող են միավորվել այդ խնդիրը լուծելու համար, որոնց գերխնդիրը նոր ասացին հայոց պետականության պահպանումն է։ Ուրեմն պետք է այդպիսի ուժերը հավաքվեն իրար գլխի եւ հիմնեն ծրագիր ստեղծեն, թե ինչ ճանապարհով կարելի է դա անել։ Ճանապարհը իմ կարծիքով մեկն է եւ շատ-շատերի կարծիքով արդեն մեկն է, որ մենք պետք է, քանի որ հայոց պետականությունը թշնամու ձեռքում է, մենք պետք է անպայման վերականգնենք հայոց պետականությունը։ Ստեղծենք մի հատ դա դուք պատկերացնում եք հանրահավաքային ճանապարհով։ Ներողություն։ Մենք պետք է
ժողովրդին ոտքի հանենք այս խնդրի շուրջ եւ ստեղծենք հիմնենք ժամանակավոր կառավարություն, որը պետք է առաջի խնդիրը լինի այդ 1991 թվականից մինչև հիմա եղած պաշտոնյաներին դատի տալը, որտեղ այս ժողովրդին վերականգնել այս ժողովրդի արժանապատվությունը։ Բայց որպեսզի դա կատարվի, ժողովրդի գոնե մի ստվար զանգված կամ առնվազն մեծամասնությունը պիտի մտածի այնպես, ինչպես դուք եք մտածում, բայց արդյոք հիմա ժողովուրդը այդպես է մտածում։ Դա ոչ մեկը չի կարող ասել ժողովուրդը հիմա ինչպես է մտածում։ Նոր մի քիչ առաջ դուք ասացիք, որ իշխանություններն ինչ են ասում, էլի, իբր թե ժողովուրդը այդ կար։ Այո։ Հիմա բայց մենք պետք է դրա համար ժողովրդին բացատրենք եւ ասենք, թե մենք ինչ խնդիր է, ինչ քայլեր ենք տեսնում հայոց այս աղետալի վիճակից դուրս բերելու համար մեր պետականությունը։ Եվ եթե մենք կարողանանք ժողովրդին համախմբել որևէ ծրագրի շուրջ, իշխնա եթե տեսնի կարգին ծրագիր հնարավոր չի որ դա մի կողմ քաշվի։ Իսկ ինչ որ վերաբերում է այն մասին, որ մեր եկեղեցու մասին ուրեմն ժողովրդի մեծամասնությունը այլ կարծիք է, ես չէ, այդ կարծիքին չեմ։ Ես այն կարծիքին եմ, որ ժողովրդի մեծամասնությունը հիմա միակ կառույցը, միակ մարմինը, որին ժողովուրդը որոշ չափով ժողովրդի որոշ հատված բավական մեծ հատված հավատում է մեր եկեղեցին է, որը եկեղեցին պետք է շարունակի իր հայաստանակերտ քաղաքականությունը 1701 քաղաքականությունը։ Շատ լավ։ Դուք պաշտպանում եք այն տեսակետը, որ հայոց պետականության բազմահադարյան չգոյության պայմաններում հայոց եկեղեցի միջոցով է պահպանվել գիտամշակութային եւ հոգևոր ինքնիշխանությունը, այդպես է թե չէ։ Այդպես է, այդ մասին շատ քիչ է գրված։ Շատերն են գրում եւ ասում են անընդհատ, որ հայոց պետականությունը վերացման տարիներին, դարերին հայոց պետականության տեղը գործել է մեր եկեղեցին։ Դա այդպես է։ Եկեղեցին հիմնականում ինչ խնդիրներ է դրել իր առաջ։ Նրա խնդիրը հայոց դավանանքի պաշտպանումն է, մեր հոգեկրթամշակութային խնդիրները լուծելն է։ Այսինքն նա խնդիր չի դրել հայոց պետականությունը վերականգնելու, բայց եթե այդպիսի խնդիր է եղել, նա անմիջապես միացել է, բայց նրա խնդիրը եղել է հայոց հոգևոր անկախությունը, որը նա պահպանել է։ Հիմա եթե մենք այս 1700 տարվա ընթացքում բազմաթիվ ներխուժումները, հոգևոր ներխուժումների դեմ կարողանանք կանգնենք մեր ազգի ինքնիշխանության պայմաններում, դա արվել է փաստորեն այդ ճանապարհով։ Հայոց հայ ժողովրդի հոգեբանական անկախության ճանապարհով։ Այն է, մեր ժողովուրդը երբեք չի եղել անկախության կորուստ չի ունեցել երբեք։ Պետականության կորուստը 1375 թվականից սկսած եղել է դա, բայց մենք միշտ եղել ենք որպես ինքնիշխանություն, հոգևոր ինքնիշխանության, հոգևոր անկախության մեջ մեր ժողովուրդը։ Եվ սրա հիմնական գործիչը, հիմնական կոթող արողը դա մեր Հայաստանի Հանրապետության Սուրբ Եկեղեցին է, որի դեմ սկսվել է մեր թշնամիների պայքարը։ Շատ լավ, ընդունենք այդպես է, ինչպես դուք եք ասում, բայց այդ դեպքում խնդրում եմ բացատրեք։ Հայաստանը 30 տարուց ավելի անկախ է։ Եվ այս անկախության պայմաններում ժողովուրդը գնացել է իր ստամոքսի հետևից, իր գրպանի հետևից, արտագաղթել է եւ մեր եկեղեցին արդյոք պատասխանատու չէ, որ այն հոգեբանական վիճակի համար, որ հիմա ձեր կոչերը հատուկենտ մարդիկ են լսում։ Սա հիմա նայեք, այդպես է, որտեղ թշնամին առաջի խնդիրը թշնամու տվյալ գերիալ ժողովրդի հոգեբանությունը հոշոտելն է։ Իսկ դրա համար նրա ամբողջ գերխնդիրը դա է, նրա խնդիրը դա է, որպեսզի մեզ հոգեբանորեն ճնշի։ Եվ այդ ճնշումների դեմ մենք պետք է պայքարենք անվերապահորեն հավատալով, որ ելք կա։
ելքը պետք է գտնել, ելքը իմ կարծիքով եւ շատ շատերի կարծիքով հիմա այն է, որ մենք պետք է հանրահավաք անենք եւ ժամանակավոր իշխանություն ստեղծենք եւ դա նշանակում է շատ մեծ իրողություն է դա։ Դա նշանակում է, որ մեր ժողովրդին հայ մտավորականությունը, հայ ազգային, հայրենատեր մտավորականությունը ազգի կարծիքը։ Նաեւ որ մենք հիմա այս տարվա ընտրություններին չպետք է մասնակցենք։ Մենք դա պետք է համարենք ապօրինիկ, որովհետև մենք հիմա գնում ենք ժողովրդին ասում ենք դուք ընտրում եք հայ ժողովրդի թշնամիներին, թե ուրիշ որևէ մեկին։ Ուրիշ բան է, որ մենք ասենք այ ժողովուրդ դուք ճապոնական ճանապարհն եք ընդունում, իսպանական ճանապարհն եք ընդունում, ամերիկյան ճանապարհն եք ընդունում, ֆրանսիական ճանապարհն եք ընդունում, հայոց պետականությունը, թե բայց մենք հիմա կանել ասում ենք դուք պետք է կամ մտնեք ռուս կայսրության, որին նժդեհ դիվապետություններ անվանում, եւ ամբողջ աշխարհն է հիմա ամբողջ աշխարհը համարում է սատանայապետություն։ Դրա հետեք թե Եվրոպայի, այդպիսի հարց դնել այս ժողովրդին նշանակում է արժանապատվություն ոտնահարում։ Դրա համար մենք պետք է հասնենք այն բանին, որպեսզի այդ ընտրությունները չլինեն, իսկ որպեսզի ընտրությունները չլինեն, այսինքն չգնանք ընտրություններին։ Որպեսզի ընտրությունները չլինեն, մենք պետք է ընտրություններից առաջ այս մի 3-4 ամսում ստեղծենք, կազմենք այդ անկախ պետականությունը։ Շատ լավ։ Ես կանդրադառնամ ձեր երկու ասած մտքին, առաջարկում եմ հիմա դուրս գալ գովազդային դադարի, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Մենք շարունակում ենք մեր հաղորդումը եւ նախորդ հատվածում պարոն Համբարձումյան, դուք երկու միտք ասեցիք, ուզում եմ երկուսի հետ էլ կապված հարց տալ։ Նախ ասեցիք, որ հանրահավաքային ճանապարհով ուզում եք ստեղծել ժամանակավոր կառավարություն եւ դրանից հետո նոր ընտրություններ, եւ երկրորդ միտքը ուրեմն կապված էր ընտրություններին չգնալու հետ։ Առաջին մտքի հետ կապված հարցը այսպեսին է. դուք չեք կարծում, որ հիմա Հայաստանում քաղաքական իրավիճակը ուրեմն ցնցելով, այսինքն իշխանությունը ուրեմն նստած է իր կաբինետներում, դուք հանրահավաք եք անում, փորձում եք հանրահավաքով փոխել իշխանությունը, առիթ է տալու մեր թշնամիներին օգտվել այս իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա, նամանավանդ, որ ինչպես երևում է, մեր թշնամիները եւս պաշտպանում են ուրեմն Փաշինյանի տեխնատությունը, համայն դեպս ուրեմն այդպես արտահայտվեց օրինակ Թուրքիայի արտգործնախարարը, որ պաշտպանում են ուրեմն Փաշինյանին, ակնհայտ է, որ Ադրբեջանում էլ բոլորովին դեմ չեն, որ Փաշինյանը վերարտադրվի, քանի որ որոշակի խոստումներ կան, որոնք պիտի կատարվեն ուրեմն վերընտրությունից հետո, օրինակ սահմանադրության փոփոխությունը եւ վարչակագրային այդ հոդվածները սահմանադրությունից հանելը։ Եվ երկրորդ հարցը հետեւյալն է, որ մեր ընտրական օրենսգիրքը չի նախատեսում որևէ շեմ, որ եթե այդ շեմը մարդիկ չգնան ընտրությունները համարվեն չկայացած։ Այսինքն այսպես թե այնպես բոլոր նրանք, ովքեր ասում են ես բոլորին դեմ եմ կամ չեմ գնալու ընտրություններին, իրենք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ Խնդրեմ, ես երկու հարցերին պատասխանեք։ Այս վերջին հարցը շատ ճիշտ է դնում։ Միակ հիմա ուժը, մարմինը, որը շահագրգռված է, որպեսզի այս ընտրություններին առավելագույնը քիչ մարդիկ գնան, դա այդ իշխանությունն է։ Հա, բայց դուք նոր կոչ եք անում, որ չգնան։ Այդ խնդիրը լուծելու ճանապարհը ես ասում եմ, մինչև ընտրությունները պետք է մենք ստեղծենք կառավարություն։ Միայն այդ դեպքում է հնարավոր այդ խնդիրը լուծել։ Իսկ եթե մենք ոչ թե բոյկոտի կոչ եմ ես անում, ես բոյկոտի կոչ չեմ անում, ես ասում եմ, չի կարելի հայ ժողովրդի արժանապատվության դեմ խոշտանգում է մեր արժանապատվությունը, երբ որ դու դնում ես խնդիր Թուրքիայի հետ ես, թե ես իմ ում հետ։ Հասկանում եք դա ինչ արժանակում։ Բայց ով է դնում այդ խնդիրը։ Իշխանություններն են դնում, եթե դու այդպիսի բան ես անում։ Եթե դու ընտրությունների ես գնում հիմա այն ժամանակ, եթե դու ընտրությունների ես գնում այն ուժի հետ, որը հայ ժողովրդի թշնամին է ներսից եւ ոչ մեկը կասկած 90% հայ ժողովրդի այդ կարծիքին է, ուրեմն դու արդեն այդ խնդիրն ես լուծում։ Դրա համար մենք թույլ չտանք։ Ես չգիտեմ այդպիսի հաշվարկ, որ արվել է, չէ։ Հաշվարկի հետ գործ չունեմ։ Ես ասում եմ, ինչպես կարելի է ձեր հարցին պատասխանում, ինչպես կարելի է շրջանցել այդ դավադրությունը, որ շատ լավ, հիմա պատասխանեք իմ առաջին հարցին։ Մեր թշնամի պետությունները պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի վերընտրման գաղափարը։ Եթե դուք հիմա անում եք հանրահավաքներ, փորձում եք իրավիճակը ցնցել, որպեսզի իշխանությունը փոխվի, դուք չեք կարծում, որ Հայաստանը այս պահին խոցելի է թշնամիների առաջ։ Թշնամու համար միշտ էլ խոցելի է եւ թշնամին միշտ էլ պատրաստ է հարձակվելու, դրա խնդիր չկա։ Այսինքն ձեր այդ ժամանակավոր, չգիտեմ, հանձնաժողով է կառավարություն պիտի ստեղծենք, կառավարություն։ Այո, այն պարագայում, երբ որ կա եւս մեկ կառավարություն, որը իրեն ընտրված եւ լեգիտիմ է համարում, դուք ինչպես եք տեսնում զարգացումը, էլի։ Զարգացումը սա է, ժողովրդին բացատրում ես շատ լավ գիտի հիմնավոր ճշմարտությունը, ինչ որ տեսավ մարդկանց նոր ուժեր, որ տեսավ ժողովուրդը, ում որ հավատացնա, ենթագիտակցաբար նա ընտրելու է արդեն իր ղեկավարներին։ Ոչ մի կասկած չկա։
Ժողովուրդը սպասում են հայրենատեր ազգեր եւ հայրենանվեր մարդկանց, որպեսզի հավատան նրան եւ հենց որ հավատաց ոտքի կանգնելու անվերապահորեն։ Շատ լավ։ Համարենք, որ այս հարցից մենք անցանք, ես ուզում եմ փոխել թեման եւ գալ դեպի ձեր ուսումնասիրությունների ոլորտ։ Հայոց ներկայ իշխանությունները ցեղասպանության ճանաչման հարցը եւ առավել եւս փոխհատուցումներ ստանալու եւ ժողովրդին վերամիավորելու Սփյուռքու եւ Հայաստանի ժողովրդին միավորելու հարցը հետին պլան է մղել եւ հիմա համարում է, որ այդքան էլ ակտուալ չի։ Ձեր ուսումնասիրություններում դուք հիմնականում ուսումնասիրել եք ցեղասպանությունը եւ կարծում եք արդյոք, որ մենք բավականաչափ այն ուսումնասիրել ենք։ Մանավանդ ներողություն եմ խնդրում, որ Փաշինյանը եւս ակնարկներ էր անում, որ դուք մի հատ ցեղասպանությունը եկեք հասկացեք, թե ինչի է եղել, ով է մեղավոր որ եղել է, ով է կազմակերպել եւ այլն։ Այսինքն այսքան տարի հետո, երբ որ դեր խորհրդային շրջանից ցեղասպանությունը ուսումնասիրվում էր հայականավոր գիտնականների կողմից, հիմա կան հարցեր ըստ Փաշինյանի, որոնց պատասխանը մինչև հիմա էլ տված չի։ Հիմա մի խոսքով ձեր հարցը ես լավ Ցեղասպանությունը ուսումնասիրված է թե ոչ։ Բայց ոչ միայն ուսումնասիրված է, այլև գեր ուսումնասիրված է։ Հազարավոր գրքեր, հոդվածներ կան։ Բայց այդ ցեղասպանության պատմությունը խեղաթյուրված է, ինչպես խեղաթյուրված է մեր պատմության բազմաթիվ էջեր։ Այսինքն հայոց ցեղասպանությունը համարվում է իրականացվել է իբր թե միայն Ռուսաստանը։ Ներողություն։ Օսմանյան կայսրությունը։ Այստեղ ճշմարտությունն այն է, որ ցեղասպանությունը իրագործվել է Թուրքիայում, այո, բայց կազմակերպիչը Ռուսաստանն է։ Իրականում, եթե ավելի ճիշտ ասենք, գուցե ցեղասպանությունը իրականացել է Արևմտյան Հայաստանում։ Դե Արևմտյան Հայաստանը դատարկել է Ռուսաստանը։ Դրա միջոցով ինքը կարողացավ մտնում էր եթեր գալի բազմաթիվ մեր ազգի մեծերը այդ մասին գրել են։ Ես կարող եմ մի քանիսի ասածները այստեղ հրապարակել։ Ուրեմն այդպես է եղել իրավիճակը։ Փաստորեն դուք հավասար պատասխանատվություն եք դնում եւ Թուրքիայի եւ Ռուսաստանի վրա ցեղասպանության համար։ Մենք պետք է հատուցում պահանջենք երկուսից էլ, ոչ թե միայն Թուրքիայից, այլև երկուսից էլ պետք է հատուցում պահանջենք, որտեղ Ռուսաստանը կարողացավ իր դրացոնների միջոցով Արևմտյան Հայաստանում բռնկել ապստամբություններ, որոնց այդքան ապստամբություն չի եղել, ինչքան նա ասում էր եղել են։ Ամեն ինչ արած, որպեսզի ապստամբեն ներսում, որպեսզի նրանց կարողանա ջարդը խորտ անի եւ կարողանա մտնի Թուրքիա եւ Հայաստանը ազատելու սուտ խոստումների դիմաց վերականգնի իր աշխարհակառությունը։ Դե Փաշինյանն էլ գրեթե նույն բանն է ակնարկում այս իմաստով։ Դե ինքը ընդհանրապես ինքը բոլոր ճշմարտությունները կրկնում է, որպեսզի ցույց տա իր կեղծիքները ճանապարհը դա է։ Հիմա ես բերեմ մի քանի հատկապես ես ուզում եմ Խաչատուր Աբովյանի հատվածը։ Համեցեք։ Ուրեմն մեր գերագույն ժողովրդի գերագույն խնդիրն այսօր ռուսախտազերծելն է։ Իսկ Խաչատուր Աբովյանը մեր մեջ ոչ թե Ռուսաստանի հայամիտության քարոզանքի սկզբնավորողն է, այլ ռուս հայաստանակործան բռնակալության դիմակազերծումի։ Պատկերացնում եք հիմա լրիվ հակառակ խնդիրն է հիմա դրած։ Նրան ասում են ինքը ամենաշատը ռուսամետ խնդիրներ է լուծել։ Հիմա ես բերում եմ նրա հոդված գրածները այդ մասին։ Այն, որ Օվսաննայով գովաբանեցինք, գրում է Խաչատուր Աբովյանը 1847 թվին։ Ինչով կարող ենք ազատվել մեր այս ցավերից, ավելի քան հնկապատիկ խորը ցավ գցեց մեր մեջ։ Ինչով կարող ենք ազատվել մեր այս ցավերից,
որ սպառվում են ազգի ամբողջ մարմինը գիշատել։ Նա ասաց, որ աչա գիշատություն է դա։ Այժմ ռուսաց տերության խնամքի տակ անարարկությունն ու անկարգությունները կեղեքում են ամեն մի տեսնող անցավորին։ Հնկարկեցինք, գովաբանեցինք, ավելի քան հնկապատիկ խորը ցավ գցեց մեր ոչ միայն մեր մի դար, այլև տասնյակ դարեր, նաև շատ-շատերին ձեր հետևորդներից։ Այդ նամակը դա գրել է կաթողիկոսը։ Որքան անբարեկիրթ է ռուս ժողովուրդը, դա ասում է Խաչատուրովյանը, իսկ նրան ասում է Օրսվեն Սահատը։ Որքան անբարեկիրթ է ռուս ժողովուրդը եւ որքան բարբարոսական վարչակարգ ունի Ռուսաստանը, ուր համասարաններին զորանոցի կերպարանք է տրված, ուր զանազան դավանանքների մեջ խտրություն է դրվում, օրենքի առաջ բոլորը հավասար չեն։ Խաչատուրովյան, ահա նրա կարծիքը Ռուսաստանի մասին։ Իսկ մենք 150-200 տարի շարունակ ասում ենք, նա Օրսվեն Սահատն ենք բերում այս խնդիրը։ Հա, բայց ձեր բերած տեքստից եւս երևաց, որ Խաչատուր Աբովյանի հայացքների մեջ տեղի ունեցել զարգացում, փոփոխություն։ Սկզբից հավանել են, հետո չեն հավանել։ Սկզբից չի հավանել հենց նույն պահին 1828 թվականից հետո նա գրել է առաջին հայ Այդ նամակի ամսաթիվը, եթե մեջ բերեք, ամեն ինչ տեղական է։ Ամսաթիվը ես ամսաթիվը չեմ հիշում, բայց 47 թիվն է։ Շատ լավ, ամեն դեպքում այն ինչ որ ասում է Խաչատուր Աբովյանը, մենք հասկացանք շատ ուշ, երևի 20 թվականի պատերազմի ժամանակ։ Հիմա ես բերում եմ նաև Բաղանտիրյանի խոսքերը։ Համեցեք։ Մի խառնեք ձեզ մեզ վայրի արջիցեղերին։ Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին։ Գերված ենք մենք, նա չի ասում մենք, նա ասում է գերված ենք, չի ասում մեզ գրավել են, նա ասում է գերված ենք։ Գերված ենք մենք ոչ ստրուկ, գերված մի արծիվ։ Չարության դեմ վեհ սիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։ Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ։ Սա է։ Ես ուզում եմ անդրադառնալ այս բանաստեղծությանը, ասեմ, որ խորհրդային շրջանում այս բանաստեղծությունը սովորում էին դպրոցներում կարճ ծրագրի մեջ եւ այո, դուք հիմա ակնարկում եք, որ սա Ռուսաստանի դեմ է գրած, բայց ես չգիտեմ։ Դրա դեմ չի գրած Ռուսաստանի դավադրություններն է դա վերականգնանում։ Շատ լավ։ Ես մի րոպե Իսահակյանի խնդիրները, Իսահակյանի։ Այո։ Ռուսները մեր մեծ ահավոր ու նենք թշնամիներն են։ Էնվեր Թալիատ Լենին, Չիչերին նույնացած են։ Մեր դայիչներն են։ Մյուս բոլորը ֆիկցիա են։ Չպետք է մեզ խաբենք, որ խաբեություններից ամենավատն է։ Ոչինչ չէ փոխված լուսնի տակ։ Թշնամի է եղել ռուսը մեզ, թշնամի է այսօր, նույնը լինելու է վաղը։ Մեկ այլ առիթով նա գրում է. հայը պիտի բաժանվի ռուսներից խորին ատելությամբ ու զզվանքով։ Սա ասում է Իսահակյանը, եւ մեր բոլոր մեծերը այս մասին խոսել են։ Հիմա մենք ասում ենք, մենք լավ կլինի, որ պատմության դասերը սերտենք։ Պատմության դասերն այսպես են սերտում։ Մեր մեծերը այսպես են ասել։ Դուք պետք է մեր մեծերի ասածները բերեք եւ ասեք մենք դրա համար հիմա մեր մեծերի հետ ենք, որոնք ժամանակին դա գտնել ասել են եւ մնացել են անհետևանք։ Շատ լավ։ Ես ուզում եմ սրանով մենք ավարտենք, շատ այսպես թող սիմվոլիկ ավարտ լինի։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, որ մեր հրավերը ընդունել եք եւ եկել եք։ Բայց ես կուզենայի Եթե էլի բանն եք ասելու խնդրեմ։ Ես նաեւ ուրեմն ես 1980 թվականին գրել եմ հետևյալը։ Ցուցն ընդհանրական աշխատության մեջ Ռուսաստանի մասին։
միտքն ու քանքարը հոտեցնել գանգերի մեջ, գիրքն ու գաղափարը փականել մգլահոտ զնդաններում, անձնական ներքին նախաձեռնությունը հեղձել վայրենացումի անկելանոցում, անհատի էությունից խարտել արարելու առաքելությունը, մեր ազնվական հոգեխառնվածքը պնդող ազատաբախշությունը ամորձատել ստրկացում գրաստացումի կրտարաններում, գրաստացում, մայրենի լեզուն և մշակույթը առևանգել սերունդներից ցցահանել ռուսամականներին։ Ահա իմ կարծիքը Ռուսաստանի և Ռուս ժողովրդի մասին։ Խնդրեմ։ Շատ լավ, սրանով ավարտենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի հետ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և մինչև նոր հանդիպում։